Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները մեկնաբանելու լրագրողի հարցը այսօր դժվարին իրավիճակի մեջ է դրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ես երկընտրակի առաջ եմ, ձեր հարցին պատասխանելով առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական քարտեզներում եթե նայենք Սևանալիչ չկա, կա Այրանուն։ Դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, պիտի նախ պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, ասել է նա, շեշտելով, որ հարցին պատասխանել է իր ելույթում, որտեղ խոսել է կոնֆլիկտի քաղաքականապես լուծված լինելու, սակայն սոցիալ-հոգեբանորեն առկա լինելու մասին։ Ադրբեջանի հասարակությունն ու ԶԼՄ-ները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում քաղաքասարակության անդամների Երևան կատարած այցի արդյունքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Բաքվի Թոփչուբուշաուի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր եւ տնօրեն Ռուսիվ Հուսեյնովը, ելույթ ունենալով Երևանում կայացած Ուրբելի ֆորում խաղաղության եւ բազմակողմանի համագործակցության կառուցում միջազգային խորհրդաժողովում։ Հուսեյնովի խոսքով ադրբեջանական հանրության շրջանում հաշտեցման գործընթացի նկատմամբ միասնական վերաբերմունք չկա։ Կան տարբեր գնահատականներ բացասականից մինչև դրական։ Ձեռնակաբերդի հուշահամալիրում կատարվող աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը կավարտվեն։ Այս մասին Հայաստանի ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ձեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ։ Շատերը սկսեցին քննադատել և նշել, որ այնտեղ կատարվող աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվում։ Մի հատվածն մտահոգություն էր հայտնում, որ այդ աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը ավարտին չեն հասնի։